Մեծարգո վարչապետ, ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի մասին զեկույցը։ Շատ բաներ ասվեցին եւ մասնավորապես ընդդիմությունը մի շարք պնդումներ, մեղադրանքներ հնչեցրեց, որոնց որ չենք կարող չանդրադառնալ եւ ցավոք սրտի ընդդիմությունը լքեց հերթական անգամ դահլիճը եւ չի մասնակցում վերջին քննարկմանը, միջև վերջ քննարկման, այդ թվում վարչապետի եզրափակիչ ելույթին, բայց ես չեմ կարող չդիմել ընդդիմությանը, թեկուզ եւ նայելով աթոռներին, որովհետեւ դուք իհարկե թեպետ այստեղ չեք, բայց մեր մտքերում եք, միշտ մեր մտքերում միշտ կլինեք եւ ես իհարկե չեմ կարող չանդրադառնալ ձեզ եւ առաջինը պիտի անդրադառնամ պարոն Օհանյանին։ Սերյան Օհանյանը իմ երեկվա ելույթը սխալ էր հասկացել, երևի կամ չէր լսել կամ իրեն պատմել էին եւ սխալ էին պատմել եւ դիմելով ինձ ասեց պարոն Կոնջորյան, դուք ասում եք, որ մենք Ժիգուլի ենք քշում, բայց մենք Ժիգուլի չենք քշում։ Ես այդպիսի բան չեմ ասել պարոն Օհանյան, ես չեմ ասել, որ դուք Ժիգուլի եք քշում, ես ասել եմ, որ դուք Ժիգուլի եք։ Եվ բացատրել եմ, թե ինչ նկատի ունեմ, ես ասում էի, որ կա ինտերնետում շատ հայտնի մի հատ մեմ կա, նկար, որի մի կողմում Mercedes-Benz-ն է եւ տարբեր տարիներին աստիճանաբար կատարելագործվում է եւ գրված է Mercedes-Benz աստիճանական կատարելագործում եւ մյուս կողմում սովետական Ժիգուլի, որ ամեն տարի նույնն է եւ տակը գրված է Ժիգուլի, ի սկզբանե կատարյալ։ Եվ ես ասում էի, քանի որ դուք ծաղրում եք անընդհատ կրթվելու մեր ուրեմն փորձառությունը, մեր հայտարարությունները, դուք հանդես եք գալիս Դանինգ Կրյուգերի էֆեկտի տրամաբանությամբ, որ համաձայն որի տգետները միշտ ինքնավստահ են, իսկ խելոքները կասկածում են, որովհետև տգետները նաև չգիտեն, որ իրենք տգետ են։ Եվ հետևաբար դուք ի սկզբանե կատարյալ Ժիգուլի եք, եւ այսօր Տիկին Քրիստինե Վարդանյանի ես շատ շնորհակալ եմ։ Ինքը եկավ եւ հաստատեց, հիմնավորեց իմ երեկվա ասածը։ Եկավ եւ ինչ ասեց։ Ասեց այո, նես չէ, որ մենք չենք ուզում կրթվել, բայց ասեց մեզ կարա կրթի մենակ Մաշտոցը, Կորյունը եկել Թումանյանը։ Եվ բայց այսինքն ինքը ինչ է ասում, ինքը պրակտիկորեն ասում է, որ մեզ ոչ ոք չի կարա կրթի, որտեվ Մաշտոցը, Կորյունը եւ Թումանյանը ինչքան հնարավոր էր կրթել, արդեն կրթել են։ Լավ էս գլոբուսի վրա մի հատ կենթանի մարդ չկա, որ ձեզ կարա կրթի, որ հետո ստուգի, բա դուք կրթվեցիք, թե չկրթվեցիք։ Այսինքն ինքը այնպիսի անպարտելի մի հատ նշաձող ասահմանում, որ որևէ մեկը չի կարա ստուգի իր կրթի, ֆոլոուափ չի կարա անի, չի կարա իմանա վերջը այս աշակերտը ինչ որ բան սովորեց, թե չսովորեց։ Դրա համար ինքը ի սկզբանե կատարյալ է արդեն, ինքը սովորելու տեղ չկա, դինոզավր, քաղաքական դինոզավր, որ ասում ենք նեղանում են, եւ ես էլի եմ ասում, այո, ընդդիմությունը ոչ թե Ժիգուլի է քշում, այլ լավ կլեր, որ գոնե Ժիգուլի քշած լինեիք։ Ընդդիմությունը Ժիգուլի է։ Եվ ընդդիմությունը այս գիտելիքի կրթության մասին իրենց այս ծաղրուց անակով եւ իրենց այս պահվածքով ապացուցում է, որ ընդդիմադիր դաշտը հասել է իր ինտելեկտուալ կլիմաքսին, որից այն կողմ այլևս զարգանալու ոչ մի տեղ չկա, կամ պիտի ներքև իջնես, կամ պիտի տեղում մնաս, վերջ։ Սա է։ Հիմա ուզում եք սրա հետ պայքարեք, հաջորդ անգամ երբ որ կծաղրեք, գիտելիքը, գիտության մասին խոսելը եւ այլն, հիշեք այս ամեն ինչ, հարգելի գործընկերներ։ Եվ սա շատ կարեւոր է, ես երեք էլ ասեցի, շնորհակալություն պարոն Մինասյանը եկա։ Վերջին մոհիկանն եք, պարոն, կամ նախավերջին։ Համեցեք, նստեք, պարոն Մինասյան։ Իդեպ Զապարոժեցի մասով բանը ասում էր պարոն Օհանյանն ասում էր Զապարոժից, ես ինչքան գիտեմ Ռոբերտ Քոչանյանն է դեղին Զապարոժեցով եկել ժամանակին Հայաստան։ Եթե չեմ ասել Զապարոժեցների մասով, ես խնդրում եմ մի հատ ավելի ճշգրտումներ արեք։ Սա ձեր գիտելիքի եւ ես էլ եմ ասում, Հայաստանում փոխվել է այդ թվում են, որ իշխանությունը ունի ինքնահայեցման ունակություն, ինքը կարա կանգնի եւ ասի՝ «Մի րոպե, ես ինչն եմ սխալ անում։ Ես որտեղ կրթվելու պակաս ունեմ»։ Որովհետեւ եթե դու ունես այդ ինքնահայեցման հնարավորությունը, դա նշանակում է դու անընդհատ կարող ես գնալ աստիճանական կատարելագործման։ Հաջորդը, որի մասին ես կուզեի խոսել, դա իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի բանավեճներ հենց այս մեր քննարկումների կոնտեքստում։ Եվ ես ուզում եմ ասել հետեւյալը, հարգելի գործընկերներ, այնպես չի, որ իրական Հայաստանը ձեր կառավարման ժամանակներում չի եղել։ Եղել է։ Ուղղակի դուք իրական Հայաստանը լցրել եք ձեր գրպանները, պատմական Հայաստանը վաճառել եք հայ ժողովրդի վրա։ Եվ ես ուզում եմ սա բացատրել մի շատ պարզ օրինակով, որի մասին շատ ենք խոսում եւ հատկապես դուք եք այդ հակադրությունը ստեղծում։ Դա Արարատի եւ Արագածի, այսպես կոչված, խոսույթի մասին է։
Ինչեք դուք Քրիստինե Վարդայանը 2 օր առաջ էլի Արարատի նկարը բերել էր այստեղ եւ մեզ մեղադրում էր, որ մենք հրաժարվում ենք Արարատից եւ այլն եւ այլն։ Որն է ի վերջո խնդրումը ձեր Արագած Սարի հետ։ Որովհետեւ դուք չեք կարող Արագածը մոնետիզացնել։ Չեք կարող դուք Արագած Սարը մոնետիզացնել։ Դուք չեք կարող Արագածից փող քաշել։ Բայց Արարատ Սարը դուք մոնետիզացրել եք։ Դուք այդ Արարատ Սարը, դուք այդ Արարատ Սարի գաղափարը, կորուսյալ հայրենիքի գաղափարը տարել եք Սփյուռք, ցեղասպանության զոհերի ժառանգների մոտ եւ փող եք հավաքել։ Այդ կորուսյալ հայրենիքը վերադարձնելու երազանքով, որովհետեւ շատ լավ գիտեք, որ այդ մարդիկ էմոցիոնալ կապ ունեն Արարատի հետ, բայց դուք չեք կարողանալու այդ նույն մարդկանց Արագած Սարը տանել վաճառել կորուսյալ հայրենիքի բանով, երազանքով, ու չեք կարողանալու Արագած Սարից փող քամել։ Նույնիսկ ժամանակին Հայաստանում շատ հայտնի տների գովազդը այդ մասին էր, որ գնեք բնակարան Երևանում եւ ձեր պատուհանից կբացվի տեսարան դեպի Արարատ լեռը։ Չէր ասում Արագած լեռը, որովհետեւ Արարատ լեռով էին մարդիկ ուզում փող աշխատեին, ոչ թե Արագած լեռով։ Ու դրա համար ձեր համար կորուսյալ հայրենիքն է լավը, ոչ թե իրականը, այն որ կա։ Որտեւ Արագածի շուրջ դուք կարա գնաք օբյեկտներ սարքեք, բաներ անեք, աճուրներով հողերը վերցնեք եւ այլն, դա իրական է, բայց դուք դա լցնում եք ձեր գրպանները։ Իսկ ահա իր պատմական Հայաստանը դուք վաճառում եք հայ ժողովրդի վրա։ Դրա համար է ձեզ 004 շրջաբերականում ասում է, որ պետք չի որ մենք ունենանք սահմանազատված սահման։ Խի պետք չի, որովհետեւ դաշնակցությունը միշտ ինչ արել, գնացել է գյուղեգյուղ բոլոր տեղերից, Սփյուռքում, քաղաքներում մարդկանցից փողը հավաքել Հայաստանը ազատագրելու համար։ Այսինքն պիտի Հայաստանը չունենա անկախություն, որպեսզի ազատագրելու կարիք լինի, որպեսզի փող հավաքելու կարիք լինի, որովհետև երբ որ Հայաստանը անկախ է, Սփյուռքից ինչի համար փող հավաքես, պետքա հարկ հավաքես։ Բայց այդ հարկը իրանք արդեն գիտեն ուր են տանելու, այդ իրական Հայաստանը իրանց գրպաններում է, դրա համար է այս ամբողջ կռիվը։ Դրա համար է, եւս ուզում եմ մի հատ ուրիշ օրինակ էլ բերեմ։ Համահայկական հիմնադրամը բոլորս գիտենք։ Համահայկական հիմնադրամը ոչ թե փող հավաքելու Սփյուռքից փող հանգանակելու գործիք ա եղել, այլ համահայկական հիմնադրամը նախկին իշխանությունների կողմից նաև գաղափարախոսություն ա եղել։ Գաղափարախոսություն, որ արմատացել է մեր ժողովրդի մեջ։ Բայց եւ իհարկե շնորհակալ ենք համահայկական հիմնադրամի բոլոր հանգանակողներին, բայց իրականում համահայկական հիմնադրամը 30 տարվա ընթացքում $500 միլիոն փող ա հանգանակել, 500 միլիոնի։ Մենք ասում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները միայն 7 տարվա մեջ լրացուցիչ 4.3 միլիարդ դոլարի փող են մուտք արել պետական բյուջե, հասկանում եք։ Եվ մենք ասում ենք սա է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Եվ մեզ ասում են, չէ, ինչ 4.3 միլիարդ դոլար, ես ինչ եք ասում, բան, դուք իրականում ես ինչ իրական բաներից եք խոսում, ինչ հարկահավաքություն, ինչ հարկեր։ Այ պիտի խոսենք կորուսյալ հայրենիքի մասին, պիտի խոսենք Արարատի մասին, պիտի խոսենք Արևմտյան Հայաստանի մասին։ Տիկին Գրիգորյանն էլ էլի խոսում էր կորուսյալ բաների մասին, ասում է, իսկ դուք ստեղ Range Rover-ից եք խոսում։ Բայց այդ Range Rover-ները ձեր գրպաններում են եղել, դրա համար էլ կորուսյալները ավելի են շատացել ամեն անգամ։ Ես կարծում եմ եւ համոզված եմ, որ այս 7 տարիների եւ մեր իշխանության ամենակարևոր թվերից այն կողմ, ամենակարևոր ձեռքբերումներից մեկը այն է, որ այն, ինչ որ 7 տարի առաջ համարվում էր ֆանտաստիկա, այսօր համարվում է նորմալ։ Եվ դա ես կարծում եմ, որ ամենամեծ քաղաքական ձեռքբերումներից մեկն է։ 7 տարի առաջ ֆանտաստիկայի ժանրից էր, որ այդ արագությամբ այդքան միլիարդավոր դոլարներ կարող է մուտք գործեին պետական բյուջե, եւ քաղաքացիները իրենց հարկերը տային։ Այսօր դա նորմալ է։ Ու մեզ քաղաքացիներն ասում են, դե լավ ինչ եք այդքան կահարում 4.3 միլիարդ, 4.3, հա նորմալ է։ Եվ ես երջանիկ եմ դրա համար, որ այսօր դա նորմալ է, բայց մի ժամանակ դա նորմալ չէր, դա ֆանտաստիկ էր։ Այն որ ժողովրդավարության համատեքստում այսօր կարող է կառավարող թիմը տարբեր քաղաքներում ժողովրդավարական ընտրություններում հաղթի եւ կարող է որոշ քաղաքներում էլ պարտվի, ժամանակին դա ֆանտաստիկա էր։ Ֆանտաստիկա էր, այսօր դա նորմալ է, էլի մեզ ասում են ինչ եք մեր վրա վաճառում այդ բանը, հա նորմալ է, այո նորմալ է, որովհետև ժողովրդավարությունը ժամանակին ֆանտաստիկայի ժանր էր, հիմա դա նորմալ է։ Այն որ այսօր դատական իշխանությունը կարող է կայացնի որոշումներ, որոնք որ այդ թվում շատ տհաճ են կառավարող մեծամասնության համար, ժամանակին դա ֆանտաստիկա էր, այսօր դա նորից նորմալ է, բայց դա հարգելի գործընկերներ, դա ճանապարհը, որը մենք անցել ենք, դա այս կառավարության եւ այս քաղաքական մեծամասնության քաղաքական հավատամքի արդյունքն է։ Եվ ուզում եմ ասել, որ այն ինչը որ այսօր նորմալ է, երաշխավորված չի, որ միշտ նորմալ է լինելու։
Ոչ մի բան, որ ինչ որ մի պահի նորմալ է, երաշխավորված չի, որ մի օր նորմալ է լինելու։ Որտեվ ամբողջ աշխարհում ժողովրդավարությունն էլ, տնտեսությունն էլ, բարեկեցությունն էլ երաշխավորված չի։ Եվ ես ուզում եմ օրինակը բերել մարդու պարզ, ամենապարզ մարդու առողջության վրա, հա, պատկերացրեք մեկի մեջքը ցավում է, անընդհատ ցավում է, չի կարող ոչ նորմալ քայլի, ոչ նորմալ նստի, ոչ նորմալ պարկի, ոչ մի բան չի կարող անի։ Հետո գնում է երկարատև բուժումներ է ստանում, ու սկսում է մեջքը ուղիղ կանգնել, քայլել, ցածկոտել եւ այդ պահը, այդ վատից լավի անցումը, այդ ամենամոտ պահը ինքը զգում է իր մեջքը։ Մարդը իր ֆիզիկան, իր մարմինը զգում է։ Եվ դա շատ լավ է, որովհետեւ տարբերությունն ակնհայտ է։ Եվ այդպես 1 օր, 2 օր, 1 ամիս, 1 տարի, 2 տարի ու մարդը դադարում է զգա, որ իր մեջքը նորմալ է, որովհետեւ տենց էլ պիտի լինի։ Որովհետեւ որ քո մի տեղը չի ցավում, դու չես մտածում, եթե փայծախը չի ցավում, դու առավոտյան չես արտանում ասում, ինչ լավ է, որ այսօր փայծախը չի ցավում։ Բայց դա չի նշանակում, որ մի օր մեջքը չի ցավալու, որ մի օր էլի չես կռանալու։ Դրա համար նրանք, ովքեր որ ասում են, հա դե նորմալ է, էլի, եկեք դրա մասին չխոսանք, չէ, դրա մասին պիտի խոսանք, որ դա մնա նորմալ։ Որովհետև այն ինչ որ նորմալ է, դա երաշխավորված չի, որովհետև այս նաև հատվածում նստած մեր հարգելի գործընկերները ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը հետ մղեն, հետ տանեն նույն պատմական շրջափուլի մեջ եւ ամեն ինչ անում են, որպեսզի տորպետահարեն խաղաղության գործընթացը եւ վերջում ամփոփելով ես ուզում եմ նաև արձագանքել, երբ որ պարոն Օհանյան դուք ասում եք, որ տգետ թեզ է ձեր ձևակերպումն ասում եք, տգետ թեզ է այն թեզը, որ ասում եք խաղաղությունն է անվտանգության երաշխիքը, դա ոչ թե թեզ է, դա իրականություն է, ես ձեզ ասեմ։ Երկրագնդի վրա մարդկության հայտնի պատմության ընթացքում ամենաբարեկեցիկ դարաշրջանը, որը մեզ հայտնի է, դա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևմտյան Եվրոպան է, որի անվտանգության երաշխիքը իր խաղաղությունն է, որը կառուցվել է տնտեսական համագործակցության եւ խաղաղության բաց սահմանների վրա։ Հիմա դուք դա կարող եք անվանել տգետ թեզ, բայց մենք դա համարում ենք իրականություն, որից պետքա սովորել։ Իհարկե կգանք ասեն մեզ մի համատեք եւ այլն, մենք ամեն ինչ շատ լավ հասկանում ենք, բայց մենք նորից ասում ենք, որ այո, խաղաղությունն է հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխիքը, մենք գնալու ենք այդ ճանապարհով, քաղաքական մեծամասնությունը կառավարության հետ միասնական ջանքերով շարունակելու է գնալ այս ճանապարհով եւ այս հավատամքով։ Շնորհակալ եմ։